Դուք անդրադարձաք ամեն դեպքում ձեր խոսքի ընթացքում Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչմանը, բայց կա նաև այսպիսի տեսակետ, որ սա իրականում բլեֆ է, հաշվի առնելով, որ նաև Իսրայելում ընտրություններ են հոկտեմբերի սպասում, խնդրեմ։ Չէ, դե իրանք ընթացքը սկսել են, դա իհարկե ողջունելի բան է, երբ որ կառավարությունը մեծ ուշադրումով ասում է, որ իրանք ճանաչում են եւ այլն։ Բայց դա վերջը չի, չէ, դա ընթացքի վերջը չի։ Մենք պետք է սպասենք, մինչեւ Քնեսեթն էլ այդ ամենը ուրեմն ճանաչումը վերջնական ուրեմն որոշում կայացնի այդ հարցում, այդ դեպքում մենք խոսենք։ Իսկ հիմա դեր սա կարող է պատահի լինի նաև ինչ որ ճնշման փորձ, հա, այսինքն իրանց հարաբերություններում Թուրքիայի հետ կան խնդիրներ եւ այդ խնդիրները ակնհայտ են, կարծիքով ձեր տաղավարում մի անգամ խոսել էի նախկին իրանց վարչապետ Նավտալի Բենետը, որ ասում էր, որ Թուրքիան է լինելու, ոչ թե Պարսկաստանը, ոչ թե Իրանը, այս ամենից հետո ամենակարևոր ռազմավարական ուրեմն խնդիրը իրանց լինելու է Թուրքիան։ Այսինքն իրանք հասկանում են ինչա տեղի ունենում, իրանք տեսնում են նույնիսկ Սիրիայում ինչա տեղի ունենում, նույնիսկ այս պահին եւ այլ տեղեր, եւ միգուցե սա ասենց ինչ որ այսա վերջի ուրեմն բանն է, հա, նախազգուշացումն է Թուրքիա։ Եթե չփոխեք, եթե այս հարցերը չլուծեք, մենք գնալու ենք միջև Կնեսետով ճանաչելու ենք եւ հետևանքները շատ վատ են լինելու։ Ինչ լինելու, եթե Թուրքիայի հետ պայմանավորվեն, եթե նույնիսկ ադրբեջանական ճնշումը, մեծ ճնշում բառն եմ օգտագործում, որովհետեւ եթե նայում ենք որտեղից է ստանում Իսրայելը նավթը, մենք հասկանում ենք, որ դա Ադրբեջանն է։ Այսինքն ինչով կավարտվի այդ խաղը, դեռ շուտ է ասել։ Նույն չի որ մեզ մոտ էլ շատերը արդեն ասել են Իսրայելը ճանաչել է։ Ոչ, ճանաչել է դեր կառավարությունը։ Եկեք սպասենք, տեսնենք ինչ անելու Կնեսետը։ Այդ ժամանակ կարանք կխոսենք։ Եթե Կնեսետն էլ ճանաչի, դա նշանակում է, որ իրանք իրոք արդեն չեն կարողանում գտնել եզրեր, իրանք տեսնում են, որ թշնամությունը Թուրքիայի հետ անխուսափելի է։ Եվ դա բերելու է նրան, որ իրանք վերանայելու են նաև իրանց տարածաշրջանային ինչ-որ ռազմավարությունը։ Դե այստեղ էլ մի քիչ շատ էին ոգևորվել ոմանք, ասում են, որ սա արդեն խաղաղություն է, սա արդեն լուծումն է խնդրի եւ այլն։ Մենք տեսնում ենք, որ շարունակում են ինչ-որ հարվածներ կողմերը հասցնել եւ այլն, դա էլ սպասելի էր։ Ինչի էր այսպիսի խաղաղություն պետք Թրամփին, որովհետեւ ինքը ունի մի քանի կարևոր իրադարձություններ, հիմա այս ուրեմն ֆուտբոլի առաջնությունն է, հուլիսի 4-ին էսա գալիս է մեծ տոն Միացյալ Նահանգներիում, հա, պատերազմական վիճակում շատ մեծ են հնարավորությունները, որ կարող է ամբողջ ազգի համար ինչ որ տխրելու բաներ ստեղծվեն, հա, խոսքը օրինակ զոհերի թիվը կտրուկ աճում է, այդպիսի սցենար հնարավոր է, չէ։ Այսինքն դա տեսնելով ինքը համոզված էր, որ ժամանակավոր իրան պետքա սխմել պաուզա կոճակը, հա, այդ պաուզա կոճակը 60 օր, բացի դրանից ինքը ներսում կոնգրեսում ունի խնդիր այս հարցի շուրջ եւ այլն, այդ 60 օրը ինքը ստացել է, բայց այդտեղ չի ասված, որ սա վերջնական է։ Սա ուշագիր է, սա վերջնական լուծում չի հարցի։ Ես համոզված եմ, որ այդ 60 օրից հետո կարող է պատահի նորից իրանք վերադառնան արդեն վերջնական բանակցեն նմանավանդ 8-րդ կետի շուրջ, որը միջուկային ուրեմն հարստացման հարցերին եւ պաշարներին է վերաբերվում, այդտեղ չգտնեն ինչ որ մի լուծում։ Եվ դա ինչ է նշանակելու։ Դա նշանակելու է, որ այդ պաուզան Թրամփը կարա շարունակի միջև նոյեմբերի ընտրություններում նորից ցույց տասի, չէ, ես արդեն հասել եմ խաղաղության, Իրանի հետ խնդիր չկա, բայց ընտրություններից հետո եթե ստանա այն ինչ որ իրան պետք է, այսինքն հանրապետականները ձևավորեն մեծամասնություն կամ պահպանեն մեծամասնություն, ինքը չի բացառվում, որ նորից կվերադառնա ռազմական միջոցների։ Այսպիսի սցենար ես չեմ բացառում։ Դեռ վերջնական ոչ մի բան լուծված չի։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն, ցտեսություն։